Հույսում եք, որ ինչ-որ փոփոխություն կլինի կվերադարձի։ Նայեք, ուրեմն այսպես, ես 13 թվականից 2013 թվականից աշխատում եմ այստեղ ու ասենք եղել է ժամանակ, որ դուրս եմ եկել, նորից հետ եմ վերադարձել ու հիմա ես այս պահին գտնվում եմ անաշխատանակ վիճակում, որը տանը ունեմ հաշվանդամ մայր, որ չի կարողանում քայլի, ես հիմա իր թոշակով ես չեմ կարող ապրեմ։ 50,000 թոշակով ես կարամ իմ ծնողի դեղերը առնեմ, ասում են դեղերը անվճար է, դա սուտ է։ Ես ինքս գնում եմ հիվանդանոց, դեղերը չեմ ստանում, մեծամասնությունը անվճար։ Գնում եմ այդ դեղերը։ Ես հիմա 50,000-ով ապրեմ, ես ինքս զինվորի մայրել եմ։ Ես ոնց ապրեմ, ասեք, ես մնացել եմ առանց գործ, ցած ինչքան կարելի է շարունակվել։ Ես ուղղակի մեր պահանջն է, որ վերանայեն այս ամեն ինչը, որտեվ այս աշխատող մարդիկ մեղավոր չեն։ Ոչ մի բանով, հացից, օրվա հացից կտրել պետք չի։ Ով է մեղավոր բացես։ Միանշանակ կառավարությունը անհիմն պատճառներով փակել են։ Ինչի համար են փակել։ Ինչ որ պատճառ կա, որ փակել են։ Չկա։ Տնտեսական հանցագործություններ են եղել, պաշտոնական մեղադրանքին դուք ծանոթ եք։ Այս բաներ չի հանցագործությունները, երբ որ մենք անցել ենք բոլոր հարկային ստուգումները, ամեն տարվա մեջ երամսյակը մեկ ներկայացրել ենք հարկային ստուգումներ եւ ամեն ինչ հարկայինորեն եւ իրավաբանորեն նորմալ է։ Ինչ է նշանակում երկուշաբթի օրը գալ աշխատանքի եւ տեսնել դարպասները փակ։ Խնդրում եւ պահանջում ենք նախ մեր սեփականատիրոջ հանդեպ անարդարությանը վերջ տան, որովհետեւ այս բոլոր աշխատողները տարիներ շարունակ այդ հացամանից հաց են կերել։ Ի տարբերություն մեր վարչապետի, մեր սեփականատերը մեզ մի օր առանց հաց չի թողել։ Իսկ նա 14 օր այս մարդկանց, որոնք զինվոր ունեն, որոնք թոշակառու ունեն, որոնք հիվանդ են, որոնք, չգիտեմ, օրվա հացի վաստակով առաջնորդող ապրող մարդիկ են, այսօր անգործ սպասում են, թե մեր պարոն վարչապետը երբ պիտի իր քմահաճիկը վերջացնի եւ վերջապես ասի, որ գիտեք ինչ կա, ես սխալվել եմ, էլի դուք մեղավոր եք։ Այն էշի ու արյուծի պատմությունն է։ Էշը խոսում է, արյուծը քմծիծաղա տալիս, ասում է էշը եկել է, էշել գնալու է։ Մի օր ժամանակ մեր պարոն մեծարգո, չգիտեմ ինչին, դրան չի կարելի ուրիշ բան ասել։ Կբացենք այդ լենտերը, կգնանք աշխատանքի 100 աշխատողով, 100 եւ ավել աշխատողով եւ կբերենք մեր ընտանիքի անդամներին, մեր թոշակառուներին, մեր հիվանդներին, կնստենք ստեղ, թող մեր պարոն վարչապետը գա մեր հարցերը լուծի։ Մի օր եկել է մեր մատից փուշ հանել, ժողովուրդ ջան, հոմենակ ասելով չի։ Այսքան մարդու սեզոն ա եղել, վատ սեզոն, հարկային ստուգումները հետեւաբար ինչի են կանցել, երբ որ մենք այսօր պիտի այս հարցի առաջ կանգնենք։ Ինչ է նշանակում հազարավոր մարդկանց նստացնել տունը, ժողովուրդ ջան։ Երբ ենք մենք դա հասկանալու, ինչ ենք պատասխանելու այն աշխատողներին, որոնք օրավարձով աշխատող մարդիկ են, ինչ է մտածում մեր կառավարությունը։ Տեսեք, Փաշինյանը իր ջեպազրույցներից մեկի ժամանակ ակնարկել է, որ այս ակցիաները ինքնաբուխ չեն եւ կազմակերպում են կոնկրետ անձանց կողմից, ասած եթե ինքնաբուխ են, ես մենակս եկել եմ, Ղափան իմ երեխուն տանում, իմ երեխան ծառայող է, ես թողել եմ ճամփի կեսից, ես եկել եմ, ոնց ինքնաբուխ չի, ես օրեկան աշխատավարձով օրով ապրող մարդ եմ, ոնց ինքնաբուխ չի, իմ երեխեքին ով պիտի պահի։ Տնից 3-4 հոգի այս պահի դրությամբ գտնվում են անգործ, ժողովուրդ ջան։ Ինչ պիտի անեն այս մարդիկ, ով այս մարդկանց հային չէ ասելու կամ չէին հայ հաց, թող խոսան այս կանայք էլ խոսան, ով է իրանց ինչ-որ աշխատանք այս մարդն է մեր համար ստեղծել։ Աշխատանքներ ստեղծելու տեղերը փակում են աշխատանքները։ Էշի ականջին քնած են, մեկ էլ որոշում են, որ պիտի փակեն 100 հոգանոց հիմնարկ, ժողովուրդ ջան, բայց հարկային ստուգողները ուր էին, քնած էին։ Այսքան ժամանակ չկային, մեկ էլ որոշեց արթնացավ քնից, եկան մեզ հաթաթա են տալի, թող տան։ Այդ տուն ենք բանտարկված նստել, թե կեթանք այդ ԱԱԾ-ներում կնստենք, ինչ ա եղել, որ մեկը իր համար մեկը։ Դուք այստեղ եք այդ գործողությունների ժամանակ։ Չէ, մենք այդ օրը այստեղ չենք եղել, նախորդ ստուգումների ժամանակ ենք եղել, շատ վատ ձևով են նախ մոտեցել, նախ բոլորին ստրեսի են ենթարկել, նախ ստրեսի են ենթարկել այն մարդկանց, ովքեր որ, չգիտեմ, տուրիզմը մեր մոտ զարգացնում են, մենք ունեցել ենք դրսից հյուրեր ու շատ ցավոք մենք այդ հյուրերին այսօր չենք կարողանում ոչ մի պատասխան տալ, որովհետև պատասխան չունենք, մեզ անլուրջ են վերաբերվում մեր երկրին, ասենք օտար երկրա տուրիստներին չեն թողել պարզապես էլի նկարեն, ինչ-որ ֆոտո անեն այն ժամանակ, որ իրանք ուզեցել են նախաճաշ անեն գոնե, որտեվ այդ մարդիկ վճարել են, մեկ էլ հոп փակում են, գնացեք։ Խոզարկության օրը, այո։ Ինչ է նշանակում մարդուն դուռը թակես, ասես, գիտես ինչ կա, սիրելիս դու սարի, որտեվ մեծարգո պարոն, չգիտեմ ինչը, որոշելա, որ մեր հիմնարկը պետքա փակի։
Լուծարման համար նախապես են զգուշացնում մարդկանց։ Ով է այս պարապուրդի համար այսքան աշխատողի վարձատրելու, ժողովուրդ ջան։ Ով է մեր հային, մեր հարցի պատասխան ով է տալու։ Հասկանալի, շնորհակալություն։